ԵԱՏՄ երկրներում տնտեսական աճի տեմպերը 2024 թվականին կազմել են 4,4%, ինչը բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ԵԱՏՄ գործադիր մարմնի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Էլդար Ալիշերովը, ներկայացնելով միության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների եւ հեռանկարների մասին 2024 թվականի զեկույցը։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրների մեծ մասում պահանջվում է բյուջետային եւ պարտքային կայունությունը, ցուցանիշների մեծ մասն ունի դրական դինամիկա։ Նշենք, որ Եվրասիական միության ավելի վաղ ներկայացված նախնական մակրոտնտեսական վիճակագրության համաձայն ՀՆԱ-ի աճը Ղրղստանում կազմել է 9%, Հայաստանում 6%, Ղազախստանում 4,8%, Ռուսաստանում 4,1%։ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 891,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի մարտի 21-ի թիվ 36 որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891,1 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել առաջինը երեխաներին բարեգործական հասարակական կազմակերպությանը։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2006 թվականի մարտի 29-ի թիվ 238 որոշմամբ վերոնշյալ մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է վերոնշյալ կազմակերպությանը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ 2017 թվականի հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները եւ երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն։ Ներկայումս երկրորդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն եւ շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ եւ 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են երրորդ սերնդի թղթադրամները։ Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովանես Այվազովսկու դիմապատկերներով, իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված երկրորդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։